Լինում է չի լինում, մի մայր այծ է լինում, նա ունենում է 7 ձագուկներ, մի օր երբ նա գնում է կեր բերելու, իր ձագուկներին ասում է. Իմ ուլիկներ, իմ ձագուկներ, դուռը հանկարծ չբացեք գորշ գայլի առաջ։ Գորշ գայլը թաքուն հետևում է, թե ինչպես է մայր այծը դուրս գալի տնից և մտածում է ինչպես ուտի խեղճ ուլիկներին։ Իմ ուլիկներ, իմ ձագուկներ, դուռը բաց արեք։ Ասում է գայլը մոտենալով պատուհանին։ Բայց ուլիկները չեն հավատում գայլին և ասում են, որ իրենց մայրիկի ձայնը շատ անուշ ձայն է։ Գայլը թողնում և հեռանում է։ Գայլը գնում է և մի աման կավիճ է ուտում, բարակացնում ձայնը և վերադառնում է ուլիկների տուն։ Իմ ուլիկներ, իմ ձագուկներ, դուռը բաց արեք, ձեր մայրիկն է եկել։ Այո, մայրիկի ձայնին նման է, բայց ցույց տուր քո սպիտակ թաթերը։ Գայլը գնում է հաստուխի մոտ և ասում է, որ թաթին վերք է եղել ու որ վրան խմոր դնի։ Հետո գնում է ջրաղաց պանի մոտ և ասում է, որ խմորի վրա ալյուր ցանի։ Թաթերը սպիտակացնում է և վերադառնում է ուլիկների տուն։ Իմ ուլիկներ, իմ ձագուկներ, դուռը բացեք։ Ասում է գայլը բարակ ձայնով, հետո ցույց է տալի թաթը, մտնում է ներս և կուլ տալի բոլոր ուլիկներին։ Մայրիկ, գայլը կերավ բոլոր ուլիկներին։ Ասաց ամենափոքրիկ ուլիկը, ով թաքնվել էր գայլից, հետո պատմեց, թե գայլը ինչ է արել և նրանք մայրիկի հետ գնացին մյուս ուլիկներին ու գայլին փնտրելու։ Գայլը այնքան էր կերել, որ փորը ուռել էր, նա պառկել էր մի ծառի տակ և իր համար հանգիստ քնած էր։ Մայր այծը նկատեց, որ գայլի փորը շարժվում է և պոզերով խփեց նրա փորին, ուլիկները հերթով դուրս եկան նրա փորից։ Մայր այծը իր ձագուկների հետ շտապեց տուն։ Գայլը մնաց սոված ու ոռնում էր ցավից։